Ջուրը մթնոլորտային տեղում է։ Ձյան փաթիթները առաջացնում են -15 աստիճանում։ Ձյան փաթիթն ունի վեցանկյուն տեսք։ Ձյան փաթիթների 90%-ը բաղկացած է օդից, այդ պատճառով դրանք դանդաղ են ընկնում։ Ձյան ամենաերկար տեղումները եղել են Կանադայում 1932-ին և ջուրը 9 օր չէր դադարում, այն մինչև տանիք ծածկել էր մեկ հարկանի շենքերը։ Ի դեպ, այդ ժամանակ ջուրը ոչ թե սպիտակ էր, այլ մոխրագույն, քանի որ շատերը տունը տաքացնելու համար ածուխ էին վառում։ Ամենավեհ ձյան փաթիթը տեղացել է 1887 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Ֆորտ Կեո բնակավայրում։ Դրա տրամագիծը 38 սենտիմետր էր, մինչդեռ սովորական փաթիթի տրամագիծը 5 միլիմետր է։ Վերջին շրջանում ջուրը օգտագործում է նաև արհեստի բնագավառում և պատրաստում տարբեր քանդակներ։ 2015 թվականի հունվարի 5-ին չինական Հարբին քաղաքում բացվեց ձյան և սառույցի մեծագույն 31-րդ միջազգային փառատոնը։ Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր վարպետներ կառուցեցին սառցե քանդակների մի ամբողջ քաղաք։ Գիշերները բոլոր աշխատանքները լուսավորվում են լուսադիոդային և լազերային լույսերով, ստեղծելով վառ ճարտարապետական կերպարներ։